շնորհակալ եք, որ եկաք տաղավար, մի քանի թեմաներ եք առանձնացրել, այսպես երևի ամփոփում ենք անցնող շաբաթը եւ այսպես այլևս հրապարակային Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո հայտարարեց, որ Տիգրան նստեյության հանձնում են, հիշու եք, չէ, Գրանադայում, երբ որ այդ փաստաթուղթը ստորագրել էին, Արայիկ Հարությունյանը գրառում էր արել, չվախենաք, անկլավների հարց չկա, այս չկա, վախենում եք հիմա դուք կամ այս իրավիճակում եք իրապես պետք է վախենանք, թե ոչ, որովհետև փաստացի անկլավների հարցը կա, Միջանցքի հարցը կա եւ բարևուն իմաստով այս հարցը լուծվում է հենց Ադրբեջանի օգտին։ Տիգրան հանձնվում է համեցեք։ Շնորհակալություն, ինչպես պարապետը կասեր, ես վախենում եմ նրանցից, ովքեր որ Մեռոնին պատրաստ են թույն խառնեն, իսկ քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամները եւ Նիկոլ Փաշինյանը պատրաստ են հայերի Մեռոնին թույն խառնեն։ Տիգրանաշենի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում եւ նիստից հետո ասուլիսում անոնսեց նոր հանձնումների մասին, այսինքն սա հանձնումների անոնսն էր։ Դուք պատկերացնում եք, եթե անոնսում հանձնում է Տիգրանաշենը, հիմնական բուն այս իրավիճակում ինչքան բան է հանձնելու։ Ինչ վերաբերվում է ձեր նշած մարդուն, չգիտեմ, ժողովրդի մի մասը կարծեմ դթում էր ասում, բայց այնուամենայնիվ ինքը անուն ունի, փորձենք իրան անունով դիմենք Արայիկի, ու Արայիկի ասած ընդհանրապես հիմնավորում չունի, որովհետև իր ասածը ընդհանրապես իմաստ չունի, ինքը հանգիստ կարող է ստել ամեն առավոտ, երեկո եւ օրվա ընթացքում մի քանի անգամ։ Ստելը իրենց համար սովորական երևույթ է, հանձնելը իրենց համար սովորական երևույթ է, պարտվելը իրենց համար սովորական երևույթ է։ Ու այս ամեն ինչը շարունակվում արդեն 8 տարի։ Նիկոլ Փաշինյանը 8 տարի մեր հայրենիքը մաս-մաս, կտոր-կտոր հանձնում է ադրբեջանցիներին եւ թուրքերին։ Եվ դա անվանում է դեմարկացիա, դելիմիտացիա, դա անվանում է խաղաղություն, դա անվանում է փոխզիջումներ, Ալիևին համարում է կառուցողական եւ այս ամեն ինչը վերագրում է շատ ժամանակ ժողովրդին, որ ժողովուրդը նաև մեղավոր է նրանում, որ իրեն ընտրել են, ինքը վարչապետ է, այդպիսով ունի մանդատ, որպեսզի մեր հայրենիքի հետ վերաբերվի այնպես, ինչպես ինքը վերաբերվում է։ Բայց ինքը մոռանում է, որ ինքը ուղղակի ժամանակավոր ինչ որ իշխանություն է, ինչպես բոլոր իշխանությունները։ Մեր ամբողջ պատմության ընթացքում մենք ունեցել ենք թագավորներ, թագավորական ընտանիքներ, նախագահներ, վարչապետներ եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, բայց մենք երբևիցե չենք ունեցել Նիկոլ Փաշինյանի նման մեկը, ով 12000 քառակուսի հանձնի ու դրանով հպարտանա, ասի որ ես հպարտանում եմ դրանով, չենք ունեցել կարծում եմ այնպիսի մի թագավոր կամ նախագահ կամ վարչապետ, որ 5000 մեր հերոս տղերք զոհվեն ու ինքը ազգային ժողովի ամբիոնից պնդի, որ կարող էր այս ամեն ինչը ավարտվել նույն ելքով ուղղակի առանց զոհերի, ու ինքը դրանով հպարտանա։ Ու չենք ունեցել երբևիցե մենք մեր երկրի ամբողջ պատմության ընթացքում ղեկավար, ով կկանգնի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, կհարցնի, թե ինքը ինչու չի զոհվել, եւ այսպես շարունակ։ Տիգրանաշենը նորից եմ կրկնում, դա անոնսն է։ Սիրելի մեր հայրենակիցներ, մեր հարգարժան նաև ընդդիմադիրներ, մեր հայ ժողովուրդ, եթե մենք թույլ ենք տալիս, որ Նիկոլ Փաշինյանը հանձնի արդեն Տիգրանաշենը, անկլավների կարգավիճակով, մենք թույլ ենք տալու նաև այդ ճակատագրին արժանանան մի շարք այլ տարածքներ, գյուղեր, որտեղ որ ըստ Նիկոլ Փաշինյանի մարդիկ չեն ապրում, եւ այսպես շարունակ։ Ուրեմն ես առանձնացրել էի Տիգրանաշենի հետ կապված պատմական 1900-ականներից սկսված։ Ուրեմն 1900-ականների սկզբին բնակվում էին կովկասյան թաթարներ, 20-րդ դարի սկզբին բնակչությունը 240 մարդ է եղել։ 1919 թվականից 1922 թվականներին Զավեն Կուրկոտյանի տվյալների անմարդաբնակ է եղել։ 1974 թվականին 40 տուն եւ 186 բնակիչ է ունեցել գյուղը։ 1990 թվականի հունվարից գյուղի Ադրբեջանի մասը, գյուղի ադրբեջանաբնակները այսպես կոչված, հեռացել են, գյուղը անցել է հայկական ուժերի վերահսկողության տակ։ Դրանից հետո այնտեղ բնակեցվել են Արցախից տեղահանվածները, բռնի տեղահանվել են 23 թվականին։ Եվ արդեն 1989-ից 90 թվականներին այնտեղ ապրել են մոտավորապես 718 մարդ։ Ու 2001 թվականի
մարդահամարով 718 հայ ապրել է տվյալ գյուղում։ 2011 թվականին 154 հայ մշտական բնակություն է ունեցել տվյալ գյուղում, Տիգրանաշենում։ Հիմա հարց է առաջանում, եթե մենք 1990-89-90 թվականներից ունեցել ենք հայերով բնակեցված, 100%-ով հայերով բնակեցված գյուղ, 35 տարի հայերը ապրել են այդ գյուղում, Տիգրանաշենում, այդ ոնց է դառնում, այդ որ ալգորիթմով է ու որ պայմանավորվածությամբ է, որ Տիգրանաշենը պարզվում է, որ հայկական չի եղել, բայց եթե Տիգրանաշենը հայկական չի եղել, 35 տարի ընդեղ ապրել են հայեր, 700 հայ, 158 հայ, տարբեր մարդահամարների տվյալներով, բայց այդ մարդիկ ոնց են ընդեղ ապրել, Ադրբեջանի տարածքում են ապրել, ու նմանատիպ մոտեցումները Նիկոլ Փաշինյանի մոտ ամեն օր է, Նիկոլ Փաշինյանի համար Շուշին դժգույն քաղաք էր, Նիկոլ Փաշինյանի համար հայկական եկեղեցիները չուլաններ են, եթե դուք այդ ամեն ինչի հետ հաշտ եք ու համակարծիք եք, խնդրեմ, Աստված ձեր հետ, բայց մենք, մեր սիրելի հայրենակիցները, մեր ընդդիմադիրները եւ հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը չի համարում, որ մեր եկեղեցիները չուլաններ են, չի համարում, որ Շուշին, Ստեփանակերտը եւ մյուս մեր Արցախի հանրապետության քաղաքներն ու գյուղերը դժգույն էին եւ դժբախտ։ Երբևիցե հայ ժողովուրդը չի համարել, որ մեր բիբլիական Արարատը հայկական չէ, անգամ մեկ վարքյան։ Երբևիցե հայ ժողովուրդը չի մոռացել եւ ուրացել հայոց ցեղասպանությունը, մեծ եղեռնը, որտեղ 1.5 միլիոն հայ զոհաբերվեցին Օսմանյան կայսրության ծրագրերին։ Այնպես որ պետք չի հույս դնել Նիկոլ Փաշինյանի վրա, որ ինքը կբերի խաղաղություն։ Պետք չի հույս դնել Նիկոլ Փաշինյանի վրա, որ ինքը կստեղծի անվտանգային համակարգ ու բարեկեցություն կբերի հայ ժողովրդին։ Էլի եմ կրկնում, իշխանությունները հավերժ չեն, իրենք ժամանակավոր են, հավերժ է պետությունը, պետականությունը, մեր երկիրը, մեր հայրենիքը, հավերժ է հայ ժողովուրդը։ Իշխանությունները այսօր կան, վաղը չեն լինելու, գալու են եւ գնալու են։ Ամենաեական ու մեծ նշանակությունն ունի, թե այդ իշխանության օրոք իրենք ոնց են վերցրել երկիրը եւ ոնց են հանձնել հաջորդ իշխանություններին եւ ինչ են թողել երկրում, ինչ են հանձնել երկրից եւ այսպես շարունակ։ Այնպես որ գնահատական տալիս է պատմությունը եւ ժողովուրդը։ Յուրաքանչյուր իշխանության փոփոխության պարագայում մենք տեսնում ենք այդ իշխանության ամեն քայլը, մոտեցումները եւ այն ինչը որ իրանք թողում են ապագա սերունդներին։ Իսկ ինչ ենք մենք թողում ապագա սերունդներին Նիկոլ Փաշինյանի օրոք։ Մենք թողում ենք բռնի տեղահանված արցախցիներ, հանձնված Արցախ, հազարավոր զոհեր, ովքեր եռաբլուրում ննջում են եւ խայտառակված Հայաստանի Հանրապետություն ամբողջ աշխարհով մեկ։ Մենք ունենք այն, ինչ ունենք, ցավոք սրտի, այս մղձավանջը շարունակվում է արդեն 8 տարի։ 8 տարի Նիկոլ Փաշինյանը խաբում է, կեղեքում է եւ դրա անունը դրել է խաղաղություն։ Երբևիցե ես չեմ լսել ու չեմ պատկերացրել, որ կարող է լինել նման խաղաղություն։ Այս խաղաղության պայմաններում բանակում զինվորներ են զոհվում, բանակում զինվորներ են իրար սպանում, անկարգ, անկանոն վիճակ է բանակում եւ պաշտպանության նախարարը շրջայցի է գնացել։ Հետաքրքիր կեցվածքով պաշտպանության նախարարի դեմքով գնացել է, որ հետաքրվի ինչու են զինվորներ զոհվում։ Իսկ ով է պատասխանատու զոհված յուրաքանչյուր զինվորի համար։ Ով է պատասխանատու յուրաքանչյուր մեր հայորդու համար, ում իր ծնողները ուղարկել են բանակ, որ հայրենիքը պաշտպանի, ու իրանք մայրուղու վրա սպանվում են։ Ով է դրա պատասխանատուն։ Սուրեն Պապիկյանը, Նիկոլ Փաշինյանը եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Մենք ունենք երկրում քաղբանտարկյալներ, ովքեր բանտարկված են միմիայն նրա համար, որ Նիկոլ Փաշինյանին հարմար չեն այդ մարդիկ ազատության մեջ, որ այդ մարդիկ բարձրաձայնում են հայրենիքի հանձնման մասին, այդ մարդիկ բարձրաձայնում են խաղաղություն չլինելու մասին, այդ մարդիկ բարձրաձայնում են քաղաքական հարցեր, մասնավորապես հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը Նիկոլի ստերի մասին, Նիկոլի հանձնումների մասին, ու իրանք բանտարկված են միմիայն նրա համար, որովհետև ընդդիմադիրներ են, որովհետև իշխանականները ունեն բառապաշար, որովհետև հայրենիք ունեն ու սիրում են հայրենիքը, բայց
եթե ընդդիմադիր ես, պետքա դատվես, կալանավորվես եւ այլն։ Իսկ իշխանականները ունեն լեքսիկոն, բառապաշար, որը ամբողջությամբ օրենքի ամբողջ խստությամբ պատժելի է, բայց այդ ամեն ինչը չի երևում։ Ես կուզեի անդրադառնայի Դավիթ Բաբայանին, ով Այո։ Վարչապետի բառապաշարի մեջ մտնում է նաև դոմփել բառը։ Դնենք այս այդ տեսանյութը, մեկ րոպե, ես որպեսզի ավելի պարզ լինի, թե ինչի մասին է խոսքը։ Վարչապետը նա ինչ կանի, ծգում եկը դմպծնի սավի։ Ամբարեկանի վաստակը չի կարելի թե բավական այլի սահազգայի ժողովը։ Ապրիլի սկզբին Կասկադում զբոսնելիս իրեն դավաճան անվանելու համար թքել էր քաղաքացու վրա։ Արեն Սիմոնյանը ընդդիմադիր պատգամավորների դժգոհություններին ի պատասխան սպառնաց թքել։ Կտանեք դաջեք ձեր ճակատների, Ռոբերտ Քոշյանի ճակատին առաջին եք դաջեք։ Պարոն Օհանյան, դուք դաստիարակություն ստացել եք։ Ներողություն։ Խնդրեմ, այս բառապաշարը Անընդունելի է բնականաբար ու մեր հայրենակիցներին հարց առաջանում, բաց սրանց կբերեին ազգային ժողով, սիրելի հայր։ Ես զարմանում եմ էլի ձեր վրա, ասենք, այս ձեր ձևավորած ազգային ժողովն ու ձեր ձևավորած իշխանությունը ձեր դուրը գալիս է։ Ես զարմանում եմ, դուք քիչ եք զոհվել, Նիկոլ Փաշինյանը ձեզ ճիշտ հարց է տալի, բայց մարդկանց կբերեն ազգային ժողով, մանդատ կտան, որ իրանք որոշեն ձեր ճակատագիրը, մեկը մեկի վրա թքելով, մեկը մեկին վիրավորելով, մեկը մեկին հարվածելով, անգամ զարմանում եմ ես ձեր մոտեցման վրա, դուք ինչքան չեք սիրում մեր Հայաստանի Հանրապետություն ու չեք սիրում Արցախը, որ 8 տարի է սրանց իշխանություն եք տալի։ Ես ուղղակի ձեր վրա զարմանում եմ։ Ես չգիտեմ դուք հետո ձեզ կարողանալու եք ներել թե ոչ, բայց այնուամենայնիվ այս խայտառակությունը հետագայում իշխանափոխությունից հետո բնականաբար պետք է իրավական գնահատական ստանա ու բոլոր մեղավորները, մեկը մյուսին վիրավորողները միանշանակ պետք է պատժվեն։ Օրենքի ամբողջ խստությամբ ես վստահ եմ, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում չի գտնվի գեթ մեկով չպետք է պատժվի, որովհետև հիմնականում բոլորը Նիկոլի հետ համակարծիք են, դրա համար էլ հենց այդ կուսակցության անդամներն են։ Հետո նենց չլինի, ասեք մենք Նիկոլ Փաշինյանի հետ չէինք աշխատում, մենք մեղավոր չենք, Նիկոլ Փաշինյանը դավաճան է, մենք չէ եւ այսպես շարունակ։ Հիմա կուզեի անդրադառնայի մեր գերիներին, ովքեր գտնվում են Բաքվում, մեր գերիներից Դավիթ Բաբայանին, ով ասում է, որ մենք նստած ենք, բայց ծնկած չենք։ Դուք պատկերացնում եք Ադրբեջանի Հանրապետությունից գերության մեջ գտնվող Դավիթ Բաբայանը խոշտանգվող, ել չեմ ասում, որ իրանց տվել են 20 տարի ցմահ ազատազրկում ու այն խայտառակությունը, որ տարիներ շարունակ տևում է ու տևական ժամանակ շարունակվում է, այս մարդիկ ընդեղից մեզ ուժ են տալի, այս մարդիկ ընդեղից մեզ հույս են տալի, այս մարդիկ ասում են, որ մենք պետքա պայքարենք, ու այս մարդիկ ասում են, որ մենք նստած ենք, բայց կզած չենք։ Ու ես իրենց հետ համաձայն եմ, ու ես ցավում եմ, որ մենք չենք կարողացել մինչև օրս վերադարձնել մեր գերիներին, չենք կարողացել վերականգնել մեր արժանապատվությունը եւ մեր պետության ինքնիշխանությունը։ Ցավում եմ այդ ամեն ինչի համար։ Գերիներին բարի վերադարձ եմ մաղթում ու մեր քաղաքացիներին յուրաքանչյուրին կոչ եմ անում, որպեսզի ուժերի ներածին չափով, բոլորս մեր հնարավորությունների չափով բարձրաձայնելով, պայքարելով հասնենք նրան, որ մեր գերիները վերադառնան իրենց ընտանիքներ, որովհետև այնտեղ գերիների հետ դատում են հայ ժողովրդին, այնտեղ գերիների հետ դատում են մի ամբողջ պետություն, մի ամբողջ Հայաստանի Հանրապետություն եւ Արցախ, եւ դա մեր ամոթն է։ Նիկոլ Փաշինյանից ակնկալիքներ չունեն գերիների մասով, որովհետև Նիկոլ Փաշինյանի արտգործ նախարար Արարատ Միրզոյանը ասում է, որ ծնգլահան արեցիք ձեր գերիներով, իր համար մոտեցումը գերիների նկատմամբ այդ ծնգլահան են արել իրան։ Այն Արարատ Միրզոյանը, որ փոշեկուլի ապառիկը չէր կարողանում մուծել, այսօր արտգործ նախարարը դարձել 2 միլիոն դրամանոց
շորա հագնում, բայց իր համար, իր աշխատանքի մեջ, իր գործառույթների մեջ ներառված նաև գերիների հարցը իր համար ծնգլահան անելա։ Էսա մեր պետական մոտեցումը, պետական ապարատի իշխանությունների մոտեցումը մեր գերիներին, դե առավել ևս քաղբանտարկյալների մասին էլ չեմ խոսում, արդեն անդրադարձել ենք։ Հիմա Աննա Հակոբյանը աշխատում է մի ծրագրի շուրջ, որտեղ որ հայ կանանց իրավունքներն է պաշտպանում եւ այլն։ Նախ Աննա Հակոբյանը հայ կնոջ կերպար չի, Աննա Հակոբյանը օրինակելի ընտանիքի անդամ չի ու Աննա Հակոբյանը լավագույն ծնողը չի, որ պետքա լինի, որ օրինակ ծառայի, հաշվի առնելով ընտանեկան դրությունը եւ այն ամեն ինչը, որ հայ ժողովուրդը տեսնում է իրենց հետ կապված։ Հիմա Աննա Հակոբյանին հարց է առաջանում, որ Եռաբլուրում զոհվածի ծնողներին ծեծում էին։ Իրենք հայ կանայք չեն, իրանց իրավունքներով ով պետքա զբաղվի։ Որ Սոնա Մնացականյանին հղի, տվեցիք սպանեցիք, ինքը իրավունքներ չուներ, հայուհի չէր, իր իրավունքները ով պետքա պաշտպանի։ Ու մեր հայ կանանց, մեր ընդդիմադիր գործիչներին, Արեքնազից սկսած, իրենք հայ կանայք չեն։ Այս պատկերը խնդրում եք, սա Արեքնազ Մանուկյանն է, որին տեղափոխում էին քննչականից բանտ։ Դստեր ծննդյան օրը։ Ծննդյան օրը եւ սա այո հիմա զբաղեցել են այդ շփումը մերձավոր ազգականների, բայց սա չի նշանակում Անազատության մեջ է, բնավ կապ չունի իհարկե։ Շարունակաբար խոշտանգում է Արեքնազ Մանուկյանը։ Եվ տեսա դա դուք եք Եվրոպական միության դեսպանության դիմաց, որտեղ խոսում են եւ Արեքնազ Մանուկյանը եւ մյուսների խոշտանգումների մասին։ Խնդրեմ նաեւ այս մասով էլ ձեր խոսքը։ Դե հարցս կրկին պետք է ուղղեմ Աննա Հակոբյանը, դա ինքն է զբաղվում հայ կանանց իրավունքներով, ասում է վերջ բռնությանը, եկեք բարձրաձայնենք, օրենքը։ Հիմա որ օրենքով ինքը կարող է պաշտպանել Արեքնազին ու որ օրենքով ինքը պետքա ու պարտավոր է պաշտպանի մնացած մեր էլի եմ կրկնում զոհվածի ծնողներին, ում բերետները Եռաբլուրում էին ծեծում։ Ու այն մնացած կանանց ընդդիմադիրներին, ովքեր որ պայքարում են իրենց հայրենիքի համար, իրենց երեխաների համար ու մեր ապագայի համար։ Այդ կանանց իրավունքները ով պետքա պաշտպանի։ Թե ձեր համար կանայք ու օրինակելի կանայք լուլուներն են, որ ազգային ժողովում նստած չգիտեն ինչով զբաղվեն, որովհետև ուրիշ բանուգործ չունեն։ Այդ ամեն ինչը Աննա Հակոբյան Լուլուն Բադալյանը Էդգար Ղազարյանին ասում է, գիտեք, որ ժողովրդավարությունը հենց սա է, որ օրինակ դուք վերակենդանացման բաժանմունքում լինելու փոխարեն ազգային ժողովում եք։ Սպառնալիք էլի։ Այո։ Ազգային ժողովի падգամավորը իշխանական սպառնում է անդիմադիր падգամավորին, դե իրենց համար դա նորմալ է, որտեվ իրենց իրավապահ համակարգը, օրենքները համաձայնեցված է Նիկոլ Փաշինյանի հետ եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ։ Անօրենություններ, սպանություններ, մահեր, հանձնումներ, պարտություններ։ Սրանք պարտության խորհրդանիշ են, հանձնումների խորհրդանիշ են ու հակաօրինական այս մարդիկ իշխանությունը ձևավորել են, անգամ չունենալով մեծամասնություն, ելի հայտնվել են, ձևավորել են իշխանություն, որի գնահատականը հետագայում եւս պետքա տրվի, որովհետեւ իրենք գողացել են մեր հայրենիքի քաղաքացիների Հայաստանի Հանրապետության ձայները ու հանձնում են մեր հայրենիքը էլի մաս-մաս, ինչպես Տիգրանաշենը։ Հիմա կուզեի անդրադառնայի հանրապետական կուսակցությունից թռածներին, ովքեր որ կամ ուրացել են, կամ մոռացել են, կամ իրանց համար ամոթ է, որ իրանք ժամանակին հանրապետականը նեղե, մի ամաչեք, սիրելի հայրենակիցներ, եթե դուք ամաչում եք, որ հանրապետական եք եղել, ուզում եմ ասեմ, որ հանրապետական կուսակցությունը հաղթանակների մասին է, հանրապետական կուսակցությունը Անդրանիկ Մարգարյանի, Վազգեն Սարգսյանի, Գարեգին Նժդեհի, Սերժ Սարգսյանի մասին է։ Նենց որ պետք չի ամաչել։ Դուք պետք է ամաչեք ձեր չունեցած այդ արժանապատվության համար, որը չունեք, ու չունեք այն ողնաշարը, որ տղամարդավարի կանգնեք, ասեք, որ հանրապետական եք եղել ու կիսել եք այդ գաղափարները, որը որ Շուշիի ազատագրման ու Արցախի ազատագրման մասին է։ Մի ամաչեք, անկեղծացեք դուք ինքներդ ձեր հետ ու այդ ձեր թռած կարգավիճակից դուրս եկեք։ Եղել է գաղափարակիցը, այդ գաղափարների կրողը ժամանակին հանրապետականը իշխանության է եղել, դուք էլ այդ իշխանության մասն եք կազմել, տարբեր դրույթներով աշխատել եք կամ ինչ-որ գործառույթ եք իրականացրել, հիմա իշխանությունը փոխվել է, ով է մենք փալան այդ պատմությունն է ձեր մոտ։ Մի ամաչեք ու մի խուսափեք այդ ամեն ինչից, որովհետև դա ձեր կյանքն է, դուք դրա միջով անցել եք, դուք այդ ճանապարհը անցել եք ու դա անջնջելի է։ Յուրաքանչյուր պատմություն գրվում է փաստերով ու փաստ է, որ հանրապետական կուսակցությունը նախորդ 30 տարիների ընթացքում
կամ իշխանությունը եղեք կամ իշխանության մաս է կազմել ու դուք այդ իշխանության մասն եք եղել, կամա թե ակամա, դուք եղել եք հանրապետականներին հարող ուժեր, մարդիկ կամ կառույցի ղեկավարներ։ Ու ամոթ է, որ չեք կարողանում ձեր մեջ տղամարդկություն գտնեք ու ուղակի ընդունեք, որ դուք ժամանակին իշխանության մաս եք կազմել, երբ որ հանրապետականն եղել իշխանության։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հավերժ չի։ Ես վստահ եմ, որ վաղը լինելու են տարբեր գործիչներ, պաշտոնյաներ, որ անգամ չեն ընդունելու, որ իրանք Նիկոլ Փաշինյանի հետ մոտիկ են եղել, ճանաչել են կամ իր մոտ աշխատել են։ Ինչպես ժամանակին Էդմոն Մարուքյանը շատ կլասիկ քաղաքական գործիչ էր, մեկ էլ Նիկոլ Փաշինյանի աշխատողներ, հիմա էլ ընդդիմադիր է։ Լինելու են նաև նման կերպարներ քաղաքականության մեջ, ցավոք սրտի դա անխուսափելի է, բայց այնուամենայնիվ մենք բոլորս ապրում ենք այս պետության մեջ, մենք բոլորս ամեն առավոտ իրար հնարավոր է հանդիպենք ու պետք չի, որ դուք ձեր երեսը թեքեք միայն նրա համար ու ամաչեք միայն նրա համար, որ ժամանակին հանրապետական եք եղել, որովհետև վաղը մյուս օր դուք ամաչելու եք, որ դուք Նիկոլ Փաշինյանի թիմի անդամն եք եղել, նա կամ ծառայել եք Նիկոլ Փաշինյանին կամ իր իշխանությանը։ Նենց որ ամոթ է, հանրապետական լինելը պատիվ է, հանրապետական լինելը արժանապատվության մասին է, հանրապետականները պայքարում են հայրենիքի անկախության, ինքնիշխանության համար ու պայքարում էին, որ Արցախը չհանձնեն, որովհետև ժամանակին, երբ հանրապետականները Արցախը ազատագրում էին, դուք պատվալներում եք եղել վստահ եմ։ Այնպես որ հանրապետականների մասին խոսելուց իդեպ Ալեքսանյան Վահ, քեզ էլ է վերաբերվում։ Այդ հանրապետականների մասին որ խոսում ես, դու ինչ արժանինքներ ունես ընդհանրապես հանրապետականների անունը տալու։ Հանրապետականները հայրենիք են ազատագրել։ Հանրապետականները նենց երկիր են ղեկավարել, որ Ալիևը ասում էր 16 թվականին, որ ինձ նեղացնում են ու ստիպում են ճանաչեմ Արցախի ինքնիշխանությունը ու անկախությունը։ Հանրապետականները այտենց են կառավարել։ Իսկ ձեր ղեկավարը Ալիևի համար հարբած ծաղրածու է։ Դու գնացեք ձեր հաշիվները մաքրեք ձեր Տեր Ալիևի հետ, հետո Նիկոլի հետ, հետո կանրադառնաք հանրապետականներին։ Ու հանրապետականների տեղը լավ էլ գիտեք Մելիք Ադամյան փողոցի վրա։ Եթե ինչ-որ բան ունեք ասելու, կարաք մոտենաք։